Հարգելի հեռուստադիտողներ, դիտողներ ավելի շուտ, ես չեմ վարժվում այդ բառին, հա, հեռուստադիտող, դիտող, YouTube դիտողներ, մենք շարունակում ենք podcast-ը, ինչպես արդեն նշել էի, այժմ հյուրընկալել ենք Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, բարև ձեզ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, այս վերջի շրջանում, պարոն Աբրահամյան, կարծես մի քիչ մոռացել ենք մեր կորուստները, ինչ ունենք 18 թվականից հետո տարածքային, մարդկային եւ հասարակության գերակշիռ մեծամասնությունը զբաղված է քաղբանտարկյալների, քաղաքական բռնաճնշումների, հետապնդումների, սահմանադրական կարգի խախտումների, ընտրություններ կեղծելու, մանդատներ զրկելու, մի խոսքով, ինչ որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված խառը խնդիրներ, իշխանությունների կողմից անընդհատ հարձակումներ այս ուղղությամբ եւ ուշքի չես գալիս այդ ամեն ինչից։ Նոր զրուցում ենք Տիկին Ալավերդյանի հետ, ով ուղղակի կապ տեսավ Նիկոլ Փաշինյանի տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ վարվող քաղաքականության եւ Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող այս գործընթացների հետ։ Կա նման կապ ձեր կարծիքով։ Միանշանակ կա, որովհետև երբ որ մենք առանձին դրվագներով, առանձին իրադարձությունների անդրադառնում ենք, մենք տեսնում ենք դրանց փոխկապակցվածությունը։ Օրինակ հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները։ Ինչ տեղի ունեցավ Շվեյցարիայում հայոց հայրապետի այցներ, որտեղ խոսվեց արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, Ադրբեջանում հնչեցին հայտարարություններ այն մասին, որ հայ առաքելական եկեղեցին խոչընդոտում է խաղաղության գործընթացին, դրանից անմիջապես հետո փաշինյանական իշխանությունը ինտենսիվացրեց գործողությունները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ինչ եմ ասում ինտենսիվացրեց, որովհետև 2018-ից սկսած դրանք տարբեր հանգրվանային փուլով արտացոլված են եղել, բայց այդ փուլը կարծես թե ազդանշան է։ 18 թվականին իմիջիալս Վեհարան էին օկուպացնում։ Այո, շատերը հիմա մոռացել են։ Խոչընդոտում էին նաև կաթողիկոսի տեղաշարժին հետո։ Այո։ Եվ ինչ եմ սա ասում, որովհետև նույնը վերաբերում է նաև Արցախի թեմային։ Արցախի թեմային ոչ միայն որպես բանակցային գործընթացի մաս, այլ նաև վերաբերում է առհասարակ արցախցիներին։ Երբ որ արցախցիները բռնի տեղանությունից հետո սկսեցին 23 թվականից հետո պաշտպանել Արցախի պետական ինստիտուտները, խոսել արցախցիների Արցախ հավաքական վերադարձի մասին, Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանում խաղաղության գործընթացը խաթարված է կամ վտանգված է, որովհետև կան այս տիպի հայտարարություններ եւ դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը սկսեցին կոնկրետ գործողություններ եւ Արցախի պետական ինստիտուտների մասին եւ սկսեցին հրապարակային հայտարարել, որ հարցը այլևս փակված է եւ արցախցիների թեման բացառապես սոցիալ-տնտեսական էր, ով խոչընդոտում էր միանգամից իշխանական մահակիտակ էր եւ սա բազմաթիվ օրինակներ են։ Հիմա մեկ կարևոր այս հանգրվանի հետ կապված սկսել է քաղաքական գործիչներին թիրախավորել, հենց քաղաքական գործիչներին։ Վերջի 1 տարվա ընթացքում, բայց ինտենսիվությունը աճեց արդեն նախընտրական շրջանում, Անդրանիկ Թևանյան, հետո Արմեն Աշոտյան, չէ՞ մի քանի օր հետո Արմեն Աշոտյանն էր, հետո Արեգնազ Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Գագիկ Ծառուկյանի հետ խայտարակ ձերբակալությունը, կարծես հիմա թիրախավորել է կլասիկ քաղաքական գործիչներին, եթե այդպես կարող ենք ասել, ու սա էլ է կապվում այդ իր ճակերտավոր խաղաղության գործընթացի հետ, այսինքն Բաքվից ինչ որ պահանջ կա, չեմ հասկանում։ Տեսեք, ակնհայտ է, որ այն մարդկանց անունները թվարկեցիք եւ բազմաթիվ նաեւ այլ անձեր, մյուսներն էլ կան, նաեւ ազատության մեջ գտնվող նաեւ շատ մարդիկ այսօր պայքարում են, այսպես ասեմ, անկորուստ Հայաստանի համար, այսինքն ցանկացած հարց, որը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանության խախտմանը, ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանի երրորդ երկրներից կառավարմանը եւ բոլոր այն գործիչները, որոնք սրա դեմ հանդես են գալիս, նրանք անդադ հանդիպում են իշխանության դիմադրությանը։ Հիմա տեսեք, այդ որոնք այն թեմաները, որոնք ես խոսեցի, հայ առաքելական եկեղեցու հետ կապված, Արցախի հետ կապված, նաև ձեր կողմից նշված անձինք եւս բնականաբար եղել են
այդ հարցի պաշտպանողների շարքում եւ բնականաբար սա որևէ ձևով իշխանության համար չի կարող կոմֆորտ ապահովել։ Տեսեք, կապը անուղղակի եւ ուղղակի ձևով այստեղ հստակ արտահայտված է, որովհետեւ նաեւ եթե հաշվենք առում այն հանգամանքը, որ այստեղ նաեւ զուգահեռ գնում է աշխարհաքաղաքական դիմակայություն, որտեղ Ռուսաստանը ունի ներկայացվածություն ու ավանդական ներկայացվածություն եւ կան շահագրգիռ պետություններ, որոնց կռիվը ոչ թե Հայաստանի ժողովրդավարությունն է, ոչ թե Հայաստանի զարգացումն է, այլ պարզապես այս ռեգիոնից Հայաստանից դուրս մղելը, բնականաբար այս ամբողջ process-ում նաեւ Փաշինյանը ունի ձևավորված կոնսենսուս, նաեւ միջազգային կոնսենսուս, եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ Հայաստանում աննախադեպ քաղբանտարկյալների արգայության պայմաններում այն միջազգային կառույցները, պետությունները, որոնք ավանդաբար խոսում էին խախտումների կամ պայմանական խախտումների մասին, այդ կառույցները պարզապես գոյություն չունեն, այսինքն կամ լոյալություն է, կամ ավելին ասեմ, նույնիսկ հնչում են հայտարարություններ, որ այս տպավորություն ստեղծում, որ ավելին օժանդակում են կամ կանաչ լույս են վառում այդ գործողությունների համար։ Հիմա նայեք, եթե մենք ամբողջության մեջ ենք նայում, մի քանի խնդիր է լուծվում այս կալանավորումներով։ Առաջինը փորձում են իջեցնել աղմուկը, ճակերտավոր աղմուկն եմ ասում, մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող այն խնդիրների մասով, որոնք տարբեր միավորներ եւ քաղաքական գործիչներ փաստորեն բարձրաձայնում են։ Սա մեկ։ Երկրորդը սահմանափակում են այն մարդկանց թիվը, ովքեր առաջին շարքերում են եւ պայքարի տարբեր process-ներում մշտապես իրենց հստակ դիրքորոշումը արտահայտել են։ Եվ երրորդ, որը ոչ պակաս կարևոր է, կոնկրետ մարդկանց թիրախավորելով նաև փորձում են փակել հասարակության մեծ թվով շերտերի բերանը, ցույց տալու համար, որ ձեր ցանկացած ազատ խոսք կամ պայքարի դրսևորում այս ձևով էլ արտահայտվելու է։ Ինքնակրաքննության նման մակարդակ ես կարծում եմ, որ բոլորն են իրենց վրա զգում, թե ստատուս գրելուց, թե արտահայտվելուց երբևէ չի եղել։ Ազատ խոսքի նման սահմանափակում տարբեր մեթոդներով, որ ասենք ստատուս գրելու համար մարդը կարող է ուղղակի հարցաքննել, հետախուզվել, հետո էլ ինչ են դրել Ալեն Ղևոնդյանին էս վերջերս։ Խոսքի իրավունքի ծստեցություն սահմանափակում։ Ոչ բան չես կարող ասել։ Ընդ որում ասեմ, որ այստեղ կա սրա մի հատ նախափուլ է կա, որը արտահայտվում է միջև սա, դա քարոզչական հարցակումներն են, որոնք իդեպ շատ ավելի նման են իրենց սիրած հիբրիդային պատերազմի մեխանիզմներին եւ որոնցով փորձ էր արվում թիրախավորվել տարբեր միավորների քաղաքական կամ գործիչների, ըստ էության այդ process-ը սկսվում է դրանից, այսինքն երբ որ սկսում է մեկ գործիչ 1, 2, 3 անգամ արտահայտել մտքեր, որոնք ամբողջությամբ հակասում են իրենց հիմնական նարատիվներին, սկսում է քարոզչական հարձակումները, տարբեր ֆեյքային, ոչ ֆեյքային, նաև պաշտոնատար անձանց կողմից ուղղորդված եւ բնականաբար դրանք ամբողջությամբ կառավարում են, որտեղ հստակ դրա հետագծից նկատելի է։ Իսկ հետագայում արդեն իշխանությունը ըստ նպատակահարմարության փորձում է գործել։ Ինչ է անում։ Ինչ-որ մեկի դեպքում երկրից երկի սահմանափակում է դնում, ինչ-որ սփյուռքայի դեպքում մուտքի սահմանափակումները մտցնում, որոշների դեպքում դնում է օրինակ վարչական վերահսկողություն, շատ դեպքերում մարդիկ ասում են հա լավ կարևորը բանտում չի, բայց մարդը վարչական վերահսկողության տակ է, ժամային առումով սահմանափակումների մեջ է, շարժի առումով, խոսքի առումով սահմանափակումների մեջ է, օրինակ, չգիտեմ, շատերը միգուցե լսած չլինեն, օրինակ այնտեղ բան կա, այդ վճռի մեջ գրում են, որ դու մարդաշատ հավաքներին չես կարող մասնակցել։ Հա, ճիշտ է, ես լսել եմ, ես չեմ հասկանում, այդ ինչ է։ Հիմա օրինակ ես ասենք շուկա կարող է գնալ։ Հիմա այդ մարդը չգիտի, մարդիկ կան սքարողություններ չեն մասնակցում, ասում են մարդաշատ է, կարող է Հայաստանյան շատ մարդ լինի չի կարելի։ Հա, Հայաստանյան դատարանը է, էլի չգիտենք ինչ կարա տեղի ունենա։ Այսինքն բաները կան, որ մարդիկ չգիտեն, մարդիկ հիմնականում ֆիքսում են դեպքերը, երբ որ շուտ մեկը կոնկրետ նստած է։ Բայց այդ վարչական վերահսկողություն բան եւ այլն դա չի ֆիքսվում։ Մեկ է մի կարևոր բան է կա, այսօր ճիշտ ասած դրա մասին գրել էի, որտեվ այդ մասին գրեթե չի խոսում կամ առասարակ չի խոսում։ Տեսեք, այս 5 տարիների ընթացքում հազարով մի բան ա եղել մեր երկրում եւ տարբեր փուլերում տարբեր մարդիկ քաղաքական հայացքների համար նստել են։
Հիմա մենք այս ողջ ընթացքում այդ թվում նաև Արեգնաս Մանուկյանը այդ իր պատգամավորական լիազորություն շրջանակներում գնացել ենք տարբեր մարդկանց են այցելել տարբեր քերակադրողական հիմնարկներում։ Պայմանական թե վերցնենք դիմադրության շարժումը, այդ ժամանակ էլ շատերի դեպքում կալանավորում տալիս էին, հնարավորություն չէր լինում նույնիսկ պատգամավորների համար, հատկապես սկզբնական շրջանում նրանց այցելելու։ Կարող է մի 20% մասով լիներ, բայց մնացածինը չէր լինում։ Հետո 2 ամիս, հետո 4 ամիս, հետո աստիճանաբար մի քիչ թուլացնում էին։ Հիմա կոնկրետ էս ընտրական ցիկլում առնվազն ես չեմ ճանաչում որևէ մարդու ու մոտ մուտքը բաց է։ Շատերի դեպքում ես եմ հետաքրքրվել պատգամավորների բանտ այցելելու եւ այս ընտրական process-ներից երբ որ ասում եմ ընտրական process-ները պարտադիր չի դրա համար կալանավորվել են, որովհետեւ այնտեղ անուղակի եւ ուղակի կապեր կան։ Հիմա այս փուլում որևէ մեկին հնարավոր չի լինում այցելել, այսինքն սա էլ է միջոց այդ մարդկանց կոնկրետ մեկուսացումը ուժեղացնելու, ճնշումները ուժեղացնելու, ազդեցությունը այդ մարդկանց վրա մեծացնելու համար եւ բնականաբար այս իշխանության գործիքները սրանցով չեն սահմանափակվում։ Իսկ ինչ եք կարծում, օրինակ հենց կանանց հետապնդելու մոլուցքը ինչով է պայմանավորված։ Ես կարծում եմ Սա իմիջայլոց լրացնեմ Աննային, սա ինչ որ օրինաչափություն է դառնում տարբեր ձևերով, հա, մանկահասակ երեխայի մորը ձերբակալում ու ձերբակալում են թե կալանավորում են, դա Արեգնազ Մանուկյանին, Լիդիա Մանթաշյան, այսինքն ձեռագիր է դառնում ու սա դառնում է նորմա հասարակության համար, ոնց որ Պանդորայի արկղ բացած լինեն։ Սա երբ որ հիմա ես ասեմ որ կարմիր կիցը հատվել, հիմա շատերը ովքեր այս բանը մեզ լսում են կամ հետո կլսեն, մեզի կասեն դե գիտեք, իշխանությունը մի անգամ չի որ այդ կարմիր գծերը հատել է, բայց մեր հասարակության մեջ կնոջ դերը ամեն դեպքում այլ ձևով է արտահայտված եւ բնականաբար կնոջ դեմ այդպիսի հարցակումը լրիվ այլ ազդեցության է բերում, բայց սա պատական չի անում, ես վստահ եմ որ իշխանությունը սա հաշվարկել է, ավելի ոչ միայն հաշվարկել է եւ սա նպատակային է օգտագործվում, որովհետեւ մեր հասարակության մեջ քիչ չեն կանայք լրատվամիջոցների առումով որպես լրագրողներ, հաղորդավարներ, որպես քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվություն ներկայացնող մարդկանց, որոնք բավականին ակտիվ են, կոշտ բառապաշար են կիրառում, պայքարի բոլոր փուլերում առաջին շարքում են եւ իշխանությունը մարդկանց ազդակ է ուղում առայն, որ մենք չենք նայելու որևէ բան, կին է, տղամարդ է, երեխա ունի, չունի եւ այլն, որտեղ մեր համար որևէ տաբու գոյություն չունի եւ սա նաեւ ըստ էության անուղակի առումով միգուցե հիմա այդ օրը չի դրա մասին խոսելը, բայց սա նաեւ արժեհամակարգային նաեւ հարված է այնպեսի մեր համար կարևորագույն ինստիտուտների նկատմամբ, որոնք տարբեր փուլերում մենք չենք էլ մտածել որտեղ կարող խնդիր լինի, այս պայն էլ խորքային դրա քննարկումը չի էլ գնում, որովհետեւ նայ անուղակի էֆեկտով նաեւ ստեղ է գալիս խփելու, բայց կրկին վստահ եմ, որ իշխանությունը դա գիտակցաբար է անում։ Դե արժեհամակարգայինը ամենակարևոր խնդիրներից մեկն է, եթե ասենք արժեհամակարգ ունեցող հստակ իշխանություն լիներ, մենք կարծում եմ այս փուլերով չէինք անցնի։ Եթե չկա այդ ամեն ինչը, այսինքն եթե մենք խոսում ենք կարմիր գիծ անցնել չանցնելու մասին, իրենց համար այդ գծերը խիստ պայմանական են։ Իմ մոտ այդպիսի ընկալում կա։ Ես ավելին ասեմ, կարծում եմ ի սկզբանե հենց առաջին խնդիրը դա է դրված եղել, որպեսզի հասարակությանը կոդրեն, իսկ հասարակության կոդրելը ոչ թե ծեծու ջարդով կամ քննադատությամբ է, տարբեր ֆիլտրեր մտցնելով է, այլ առաջին հերթին երևացող եւ չերևացող, այսինքն ֆորմալ եւ ոչ ֆորմալ այդ ինստիտուտները եւ համակարգերը կոտրելն է եւ այս տեսանկյունից առանց այդ ճանապարհով գնալու շատ դժվար կլիներ այս դեգրադացիոն, այս գործընթացը առաջ մղել, որովհետեւ վստահ եմ որ դուք էլ գիտեք, դուք էլ եք դրա մասին հաստատ ինչ-որ փուլում մտածել, թե օրինակ ոնց կարա այսպիսի մի իրադարձություն տեղի ունենա եւ մեր հասարակությունում դրան շատ չափավոր ձևով արձագանքի։ Դե դա առաջինը Արցախի բանն է։ Այո, եւ դա հենց է դրանից է, որովհետեւ միջև դա բաներ են ջարդել, կոդրել, եկել եւ այլն։ Այո, ցավոք դա այդպես է դարձել։ Հիմա կանանց դեպքում էլ դա հենց Արեգնազի դեպքում, երբ որ մեղադրանքի մեջ ոչ մի հիմք չկա, ինչը փաստում են փաստաբանները, այսինքն պատճառ չկա, թե ինչի համար են այդ մարդուն տարել, եւ այս պայմաններում նույնիսկ արգելում են ընտանիքի անդամներին, նույնիսկ երեխային պարզապես տեսակցություն։ Արեգնազի կենտրոնական դրական հանձնաժողովի դիմաց այդ ակցիայի օրն եմ հանդիպել, այդ թեմայով ճիշտ ասած զրուցել էի։ Ակնհայտ երևում էր, որ ինքն էլ տեսնում էր, որ իր դեմ process կար,
խոսել եմ, ես էլ եմ հետաքրքրվել, ասեմ ինչի մասին ընդհանրապես ինչ ա եղել։ Դե իհարկե այնպես չէ, որ դրա մեջ ես ինչ-որ իրավական բան էի փնտրում, որը չէի Հա, գտնում գոնե եւ ինչ-որ այլն բան պետք է եւ այլն։ լինի, չէ՞, Հա, բայց դե հիմա բոլորը այդպես են մարդուն տեսնում մտածում։ ես, քեզանից անկախ հարցում ես, ասում ես, բայց ինչ ա եղել, որտեվ արդեն մի անգամ եկել էին, չէ՞, տուն ֆրացել էին, ծնություն էին արել, թե ինչ էին արել։ Ընդ որում ես 3 դեպք ես պայն հիշում եմ կալանավորումների մասով, Արեգնազից առաջ Լիդիաներ, Լիդիայից առաջ Տաթևը, Գոհարի Հա, դեպքում Տաթևը, ճիշտ է, արցախցի Գոհարին քիչ պահեցին, եթե չեմ սխալվում, Հա, մի ոնց քանի որ ժամ։ Իրանը ոնց որ ձերբակալություն էր, կալանավորում չեղավ, էլի սահմանափակումներ կար, բայց Տաթևներ, ով երկար տարիներ Խարվաճառում էր ապրում, դեպի եղբայրը զոհվել էր, ակտիվ աղջիկ էր, ու աղջիկ չէր, աղջիկ է, հիմա էլ է բավականին ակտիվ։ Լիդիայի դեպքում էլ որոշակի առանձնահատկություն կար։ Շատերի սահմանափակումները մեղմացրել են, Լիդիայինը չէին մեղմացնում։ Միջև վերջին պահը Լիդիայի մոտ այցելությունները թույլատրված չէր։ Դրանով նաև փորձում էին ճնշեին եւ դիսկոմֆորտ վիճակ ստեղծեին նրա պայքարի ընկերների համար, առաջնորդին օրինակ Բագրատ Սրբազանի Դե հոգեբանական հա, ճնշում։ ու մոտ սահմանափակումները մեղմացված էր։ Գնում էինք Բագրատ Սրբազանի մոտ կամ Սարգսյան Արտուրի մոտ էին գնում, բայց Լիդիայի մոտ սահմանափակում էր մտցված եւ այլն։ Եվ բնականաբար այդ նույն այդ արժե համակարգային տեսանկյունից իրանք գիտեն, որ դա չի կարող այդ գործով անցնող տղամարդկանց համար այդպիսի զգացում չառաջացնել եւ իրանք դիտման պանում էին եւ երևի նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ իրենց համար խափման միջոցը կալանքը այսօր դարել է որպես պատժի միջոց շուտվանից։ Հենց սկզբից իրենք որ մարդում հասարակության մոտ ոնց է ասում են բռնին մարդուն, չէ՞։ Դատարանի որոշում կա, չկա, արդեն շատերին չի հետաքրքրում։ Իրեն հետաքրքրում է ճաղերի հետևումը։ Ինքն էլ այդ բանը օգտագործեց բռնե ով իր դուրը չի գալիս, այս մարդը բռնեք հանեցին, որ բռնած նստած են արդեն դատարանից դատարան գնան, քննչականից մյուս մարմին գնան հասկանալու համար։ Ես հիշում եմ, թե օրինակ 4 տարի առաջ ինչպես էր, երբ որ մարդ էին բռնում, ակտիվ մարդ էին բռնում, տոնես խառը մարդիկ էին գալի, չէի հասկանում, թե այս մեկի կապը ոնց էր, հետո բարձում է ամեն մեկը միտեղ տեսել էր, լսել էր, որ sense բան կա, հել էին եկել էին իրենց դիրքորոշումը, այո, արտահայտելու համար։ Հիմա նույն օրինակ Արեգնազի դեպքում իհարկե Արեգնազի ժամանակ ես երկրում չեմ եղել, բայց օրինակ այս վերջերս էլի մարդիկ են եղել, իմացել եմ կալանավորման դատեր են գնացին, ես չեմ իմացել։ Ես որ միշտ ակտիվ տարբեր տեղեր գնում եմ, որովհետև այն ժամանակ նույնիսկ մեդիայի արձագանքը լրիվ այլ էր, որովհետև մարդկանց համար բան էր, էլի։ Էզևի մարդու են բռնել, Էզևի մարդու են բռնել բան։ Հիմա այնքան շատ է մարդկանց հիմա նորմալ է արդեն ձերբակալությունը, կալանավորումը, այդ ես հոգեբանական խոշտանգում եմ սա որակում, երբ մարդուն սահմանափակում են բոլոր կապերը արտաքին աշխարհի հետ, խոշտանգում է, այլ հոգեբանական, խոշտանգում է միանշանակ։ Եվ մարդիկ չեն հասցնում, շատ կարևոր բան նշեցիք, որ առաջ շատ փոքր չէր, բայց այս ծավալները չուներ, նորմա չէր եւ հասցնում են տարբեր տեղեր գնալ, բայց մեկ բան էլ այդտեղ պետք է նշել, որ ֆրագմենտացիան հիմա թե առաջ չեմ կարող ասել, այդ կարող եք արդեն դուք գնահատել, բայց այս վերջի շրջանում օրինակ ես դրական տեղաշարժ եմ տեսնում, այդ ֆրագմենտացիան ներքին հակադրությունները հաղթահարելու մեկ ճակատով էս անօրենությունների դեմն առնելու, բայց մի ժամանակ կար, հիմա էլ կա, բայց ավելի քիչ, էլի նշեցի, որ սա իրենց քաղբանտարկյալն է, սա նրանց քաղբանտարկյալն է, նույնիսկ խոստովան ենք, հա, պահեր կա, որ մեկին բռնում է, մյուսը ուրախանում էր ընդդիմության դաշտից։ Տեսականորեն կարել էր, բայց ուտ մարդկային չէ, Տեսականորեն ոչ քաղաքական էլի բաներ։ Հա, դա անտանելի, օրինակ ինձ համար դա անտանելի։ Ես ինչքան էլ չսիրեմ, չընդունեմ իր գաղափարները, բայց որ ակնհայտ տեսնում ես մարդուն ձերբակալում են, ոչ մի բանի համար քաղաքական հետապնդում է այդ ամեն ինչը, չես կարող դա այդ անունը չտալ, չասել, չդատապարտել, ել եմ ասում, կարող ես իրանից զզվեմ, չընդունեմ, բայց պետք է արդարության դեմ բան չանես, էլի։ Իմիջիալոց այս մասով մի հատ գաղափար կա, որը երևի առնվազն 1 տարի, բայց երևի ավելի շատ անդադ դաշտում շրջանառվում է։ Ստեղծելու մի հատ մեծ ընդհանուր հարթակ, որը կզբաղվի բոլոր քաղբանտարկյալների թեմայով։ Հիմա կան տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, որոնք շատ լավ աշխատում են տեղերում, զեկույցներով, դուրսը, ներսը եւ այլն,
բայց ամեն դեպքում այն նպատակը բերել բոլոր ջանքերը միտեղ համատեղել կարծես թե չի ստացվում։ Չէ, ես լրացնեմ այստեղ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով վերջերս ստեղծվեց 2 օր առաջ, 2 օր առաջ, հա, Լարիսա Ալավերդյան, Ստեփան Դանիելյան, Աննան Մկրտչյան, միջոցառումը տեսել եմ ճիշտ ասած, բայց գաղափարը ձեր նշած հարթակն է։ Ու Ձյունիկը, ու ես այնտեղ տեսա մարդկանց, որոնց այլ իրավիճակում ես նույն սեղանի շուրջ չէի պատկերացնել։ Ու ես դրա համար եմ ասում, որ ինչ-որ բան սկսում է կոտրվել։ Քրիտիկական պահի, որովհետեւ մի բան ասեմ, չասեմ թե դրա հետ չեմ համաձայնվում, բայց տեսեք, ես օրինակ տարիներ այսքան տարիների ընթացքում ում հետ որտեղ գնացել ենք տարբեր կալանավայրներ, դատարաններ եւ այլն, ամեն դեպքում այդ մոտեցում այդ համերաշխությունը միշտ եղել է։ Միակ խնդիրը եղել է, որ դա ինստիտուցիոնալ դաշտ չի բերվել։ Հիմա եթե կան այս նախաձեռնությունը, իհարկե ես կարևոր եմ գնահատում, մանրամասներին տեղյակ չեմ, թե ինքը գաղափարը ինձ ով է նաեւ հենց քաղաքական իրավունքների այդ ինստիտուցիոնալ զեկույցներ, ցուցակագրում։ Հա, հիմա նայեք, օրինակ Սամվել Կարապետյանը հարցազրույցից մեկի ժամանակ ասաց, որ ընտրությունների ժամանակ 700-ից ավելի մարդու ձերբակալել են իրենց թիմակիցներից։ Օրինակ ես անակնկալ եկա, բոլորս է տեսնում եք, անդադար որ մարդը են բռնում ես են անում։ Նու կալանավորված չեն, տարբեր խափման միջոցներ է ընտրվել եւ այլն կամ ինչ-որ մարդ հետագայում, չգիտեմ, վկայի կարգավիճակով սկսել գործերով անցնել, բայց հսկայական թիվ է, այսինքն սա մի հատ բան չի, որ պետք է ասես գնա, կամ հետո դրանից հետո մի 5-6 հոգի էլ կամ էզևի հարթակում կանգնեցնենք, խոսենք, անցնի գնա։ Այդ ամեն ինչը պետք է գնա դառնա պապկաներ, ամեն մեկի մասով գործով ավելի պատկերացնում եք, չէ՞ ինչքան մարդու մենք չենք ճանաչում։ Այո։ Իսկ միջև մարդկաց մասներն են ասում, որ ասում են, բայց մարդը նստած է, որ գնաք կտեսնեք, ճշտում եք, դե տեսնում ենք, արդեն ասացի, որ հնարավորություն չկա, փակ է տեսակցությունը, բայց դա ես ուզում եմ, այս մարդուն ոչ հանրային դեմք է, այս բան չի, այս չի, բայց այս մարդուն բռնել են։ Ընդ որում դա դիմացության շարժման ժամանակի կարծր, բազան շարժման ժամանակի կա մարդկանց, որոնք հանրային ճանաչելիություն չունեն, բայց պայքարող մարդիկ են, ել են բռնել են, ու այդ մարդկանց թեման իրավական առումով, քարոզչական առումով, թեման նաև միջազգային հայցաններ ներկայացնելու առումով տարբեր տեղերում խափանումներ էր տալի։ Ոչ թե որ մենք չենք ուզում, այս մի ուժը չէր ուզում, այս մի մարդ չէր ուզում, այլ ինստիտուցիոնալ պայքար չկար այդ մասում, էլի։ Դրա համար եթե դա կա, այդ հարթակը ստեղծվել է, հնարավորություն կա այս մեր խոսացած քննարկման շրջանակներում այդ մարդկանց թեմաների եւ իրավունքների պաշտպանության մասը ավելի համակարգված տանել, բնականաբար դե հիմնական նպատակը դա է, երևի ընթացքում արդեն երևա։ Իշխանությունը այս ռեպրեսիաներով նաև այն մարդիկ, ովքեր դեռ ինչ-որ դժգոհություն չեն արտահայտել, բայց կարող են ինչ-որ պահի ուզենան արտահայտվեն, արդեն էլ կվախենան, որտեղ կարող մի օր մեկը ինչ-որ բան ասի, հիմա էլ իրանց տանեն։ Բայց այս ամեն ինչի դեմ հասարակությունը ինչպես կարող պայքարի։ Տեսեք, հասարակության տարբեր շերտեր յուրաքանչյուրը իր մտածողության, տրամաբանության, վերլուծության հիման վրա ունի այդ պայքարի իր մեջ սրտում գտնվող կետը։ Այստեղ խնդիրը նախաձեռնություններն են։ Քաղաքական կլինի, հասարակական կլինի, իրավապաշտպան կլինի։ Այսինքն ցանկացած իրավիճակում պետք է լինի process եւ մարդիկ հնարավորություն ունեն իրենց մասնակցությունը ապահովելու։ Ձեր հարցը շատ տեղին է, որովհետև ես էլ եմ տարբեր փուլերում անդադ հանդիպում եմ մարդու, ասում եմ, գիտես, ես sense մարդ եմ, իմ համար չգիտեմ, այս գործով եմ զբաղված, առավոտը գնում իրիկունը գարես եմ։ Ուզում եմ այս process-ին որևէ օգտակարություն ապահովել։ Հիմա դու այդ բան չես կարող որպես մասնավոր անձ կամ կարող է մտքովդ ինչ-որ բան ասել իրան ասես, բայց ինքը չի կարող էֆեկտիվ լինի։ Կարող է իր համար մխիթարանք լինի, ինքը իր խղճի համար ինչ-որ բան անի, գնատուն ասի, ես մի հատ բան արեցի։ Բայց ընդհանուր պայքարում, այդ ընդհանուր ծովում դա մի կաթիլ, երկու կաթիլ բան է դառնալու։ Եվ այդ տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի այդ հարթակները, որոնք ձևավորվում են կամ քաղաքական ուժերը, որոնք ունեն որոշակի ռեսուրս եւ կարողանում են մոբիլիզացիոն գործընթացների մաս կազմել, որպեսզի կարողանան հասարակությանը ուղղորդել այդ տեսանկյունից, թե յուրաքանչյուրը անկախ իր ռեսուրսներից, ֆիզիկական կամ, չգիտեմ, տրամաբանության տեսանկյունից հնարավորությունից, թե ինքը որտեղ կարող օգտակար լինի, որտեղ յուրաքանչյուրը մարդ ուղղակի իր համար չի կարող ընտրի, գնա մեկը սա անի, մեկը մյուսը, չի կարող հախուռն process լինի, կարող է այդ բային որոշակի ուշադրություն իր մեջ պարունակի, կարող է օրիգինալության պարունակի, բայց մեկ այս ամենը պետք է բերել եւ մտցնել ինստիտուցիոնալ դաշտ։ Եվ ամենակարևորը կարծում եմ մարդկանց հոգեբանորեն պետք է գոտեպնդենք, որ այս ամենը
վերջին 8 տարիներին շատ ուժեղ ազդել են մարդկանց հոգեբանության վրա, ընկճել են, սահմանափակել են, ուղղակի պայքարը շարունակեն, չկոտրվեն, չընկճվեն, որովհետև ցանկացած իշխանություն ժամանակավոր է, բայց մեր հայրենիքը պետք է պահենք։ Եվ այդ ժամանակավորի հետ կապված մի բան լրացնեմ ու թող այդ մարդիկ հիշեն, որ հիմա սոցցանցերում լրատվամիջոցներում հանդես են գալիս կներեք այդ բառապաշարը օգտագործելու համար կզսնելու, սատկացնելու, չգիտեմ, ասֆալտին փռելու, բանտարկելու այդ կոչերով եւ դրանց աջակցում են, չնայելով կին, տղամարդ, մեղավոր է թե ամեղավոր չէ, այդ մարդիկ գոնե իրենց խղճի առաջ հետո պետքա պատասխան տան, հա, ուղղակի անտանելի է նման բաներ լսելը։ Մի հանգամանք էլ ավելացնեմ, իհարկե ձեր երկուսի ասածն էլ կիսում եմ, բայց գիտեք, նաև այս տարիները ցույց է տվել, որ եղել են մարդիկ, ովքեր ասել են շարես փորձանքից հեռու մենք գնանք, մեր գլուխը պահենք կամ շատ շաբլոն բանա ձևակերպում է դառնում, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց դա իրանց էլ չի շրջանցել։ Այսինքն մի հատ փուլում եկել է այդ մարդկանց էլ ախփել գնացել։ Այո։ Հիմա օրինակներ շատ կա, չեմ ուզում այդ ուղղությամբ տանենք, բայց սա ցույց է տալիս, որ դա էլ չի փրկում մարդկանց, եթե ինչ-որ մարդիկ մտածում են, անկախ նրանից բիզնեսմեն կլինեն կամ չգիտեմ, որ այլ զբաղմունք ունեցող մարդ կլինեն։ Այսօրվա այն բիզնեսմենները, ովքեր օրինակ իշխանության հետ համագործակցում են, իշխանության ֆոնդերին նվիրատվություններ են անում, Դե ուխտը մի օր չոքելու է։ ընտրություններին գնում են եւ իրենց ծառայություններ են մատուցում, դե բնականաբար ես համոզված եմ, որ իրանք էլ գիտեն, իրանց ներսում գիտեն, որ վաղը անկախ նրանից թե իրանք դիրքորոշում կցուցաբերեն, կեցվածքը ինչպեսին կլինի, մեկը ցանկացած պահի կարա իրանց դեմ լինի, որտեվ օրինակ Ծառուկյանի թեման, որը շատ ավելի արտացոլված էր, Սամվել Կարապետյանի հեծի թեման, որը կար, այդ սեփականության վերաբաշխման թեման, Դե դա ամենասարսափելին է։ Սա լրջագույն խնդիր է։ Կարող է գիտեք, ինչ-որ խմբեր կան, որ հերվիս նայում են, մտածում են, ասում են, հեսա Նիկոլը կծախի կբաժանի ժողովրդին, բան ու ինչը Ցեղանիկների վրա դրած, չէ՞, ասեն դոլարները շարած այս Ծառուկյանի մուլտիվելնեսի փողերն է, ժողովուրդ ջան։ Ըստ լայքերի կբաժանի, բայց այստեղ կա ուրիշ հանգամանք, սա երկու ուղերձ կա, համ ներսին, համ դրսին։ Նույնիսկ այն ներդրողները, որոնք այսօր իշխանության հովանով կամ տանիքի տակ են, իրանք էլ այսօր ըստ պահանջի այդ ներդրումները չեն արել, որտեղ իրանք գիտեն վաղը այդ իրանց էլ է գալու կապնել։ Իրանք գնան ուրիշ անունով օֆշորներ, այլ երկրներում, այլ մարդկանցով այնտեղ փող կդնեն, այս երկրում փող չեն դնի։ Էլ չեմ ասում արտաքին ներդրողների մասին, որովհետև ցանկացած խոշոր ներդրող, որը պետք է մտնի որևէ երկիր, բնականաբար շատ մեծ անալիզ է պատվիրում հասկանալու համար այս երկրում ինչ է կատարվում եւ այդ տեսանկյունից այդ սեփականության դեմ էս ոտնձգությունները սա առաջին տեղում գտնվող խոչընդոտներն են, որոնց մարդկանց հետ են պահելու։ Այսինքն Ծառուկյանի իմ դուրը չի եկել, խլեք, Արարատ ցեմենտի գործարանա, չգիտեմ, մուլտիվելնես է, լավ, հեծը, Սամվել Կարապետյանը, այսպես ասեց հեծը բանանի, բայց դա սեփականության իրավունքը, դա սրբազան իրավունքներից մեկն է պետության։ Եթե խլում ես ճիշտ ուրեմն պետություն չկա։ Այո, ճիշտ նկատեցիք, հա դրսից նախ դա, երկրորդն դրսից մարդը նայում է, ասում է Եթե գամ, ասենք Նիկոլ Փաշինյանը մի հատ թարս նայեմ, կարող ասենք իմ միլիոնավոր դոլարների ներդրումը պետականացնի, ասենք ոչ պետական։ Եվ դա հետաքրքիրն ինչ է, որ ասում է ոչ թե հիմա արդեն վերաբաշխումը տենց դեմոնստրատիվ չեն անում, պետականացման մասին են խոսում, բայց էլի խնդրի էությունը ըստ էության չի փոխվում։ Որևէ ձևով չի փոխվում, ուղղակի հասարակության հնարավորինս մեծ խմբերի փորձում են ցույց տալ, որ սա մենք պետականացնում ենք, այդ փողը էլի ձեզ է գալու։ Սա այդ process-ի համար է արվում, բայց արտաքին ներդրողների տեսանկյունից, լուրջ ներդրողների տեսանկյունից բնականաբար իրենք այն ինչ որ տեսնում են կամ ինչ իրենց հետագայում մատուցվելու է, բնականաբար այս նույն եզրահանգման է բերելու եւ որևէ բան չի փոխվելու։ Շնորհակալություն, այսքանով ավարտենք, հուսանք, որ հնարավոր կլինի այս ընթացքը կասեցնել բռնաճնշումների, հակաիրավական գործողությունների, մի խոսքով գոնե նորմալիզացվի, հետո արդեն կտեսնենք թե ինչ տեղի կունենա, որովհետև երբ խաթարում է սահմանադրական կարգը, արդեն մարդու համար լուրջ իրավական, բարոյական ճգնաժամ է, որովհետև կա պետություն իր բոլոր ռեսուրսներով, սպառնալիքներով, ռեպրեսիաներով եւ կա անպաշտպան մարդ, որ ոչ մի բանի ուղղակի դիմադրելու հնարավորություն չունի, սա շատ վտանգավոր իրավիճակ է։
Ես էլ եմ շնորհակալ, հետաքրքիր եւ համոզված եմ նաեւ արդյունավետության համար։ Շնորհակալություն, Աննա, երևի այսքանով ավարտենք, ուղղակի հիշեցնենք, որ այսօր հյուրընկալել էինք Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանին եւ դրանից առաջ Լարիսա Ալավերդյանին, մարդու իրավունքների առաջին պաշտպան, եւ խոսում էինք բռնաճնշումներից, հակաիրավական գործընթացներից, հետապնդումներից, կարծես օրակարգի top 1 թեման դարձել են այդ խնդիրները, բայց կան նաեւ այլ խնդիրներ, երևի պարոն Աբրահամյանին այս վերջի էլի կհրավիրենք արդեն ռազմական տարածաշրջանային խնդիրներից խոսելու, այդտեղ երևի շատ բան կա խոսելու։ Շնորհակալ ենք։ Այսքանը կհանդիպենք։